Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է, եւ իհարկե, որքան շուտ խաղաղություն ապահովի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների եւ բնականաբար մեզ համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչևերում նոյեմբերի 8 էլեկտրակայանի բացման արարողությանը իր ելույթում։ Իրականությունն այն է, որ այսօր մեր երկիրն ամբողջ աշխարհում հայտնի է որպես կայունության, զարգացման առաջընթացի տարածք, եւ մենք այս համբավը վաստակել ենք մեր սեփական աշխատանքի, քրտնաջան աշխատանքի եւ մտածված քաղաքականության շնորհիվ, ասել է Իլհամ Ալիևը։ Իտալիան եւ Չինաստանը Ադրբեջանի ռազմավարական գործընկերներն են, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ Իտալիայի եւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրվել։ Այս երկրներ կատարած իմ բազմաթիվ այցելությունների արդյունքները գերազանց են եղել շատ ոլորտներում, նշել է նա։ Իլհամ Ալիևը հավելել է, որ Իտալիան Ադրբեջանի թիվ 1 առևտրային գործընկերն է։ Չինաստանը նույնպես առաջատար դիրք է զբաղեցնում մեր երկրի առևտրային գործընկերների շարքում։ Մենք ողջունում ենք Իսրայելի եւ Իրանի միջև կրակի դադարեցման որոշումը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այս որոշումը կարևոր քայլ է տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ կայունության վերականգնման ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր կողմերի ջանքերը, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ կրակի դադարեցման գործում եւ կոչ ենք անում լիովին պահպանել այս պայմանավորվածությունը հետագա զոհերից խուսափելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ համագործակցության ապահովման ուղղված նախաձեռնություններին, ասված է արտգործնախարարության հայտարարությունում։ 2027-2030 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության եւ մեծ վերադարձի երկրորդ պետական ծրագրի մշակման եւ ավարտման համար որոշվել է հատուկ ժամանակացույց։ Այս մասին հայտարարվել է նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված է 2027-2030 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության եւ մեծ վերադարձի երկրորդ պետական ծրագրի մշակմանը։ Նիստում վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ ռազմավարությունը եւ պետական ծրագիրը մշակելիս պետք է հաշվի առնվեն առկա ֆինանսական հնարավորությունները եւ նպատակների իրականացման համար նախատեսված միջոցները պետք է հիմնված լինեն իրական, ճշգրիտ եւ չափելի ցուցանիշների վրա։ Եվրամիության երկրների, այդ թվում Լեհաստանի քաղաքացիները շնորհակալ են Ադրբեջանին Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմի սկսելուց հետո տարածաշրջանից տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները եւ Եվրամիության երկրները ընդհանուր առմամբ շնորհակալ են Իսրայելի եւ Իրանի միջև ռազմական գործողությունների սրացումից եւ բռնկումից հետո տարածաշրջանից տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար, ասել է նա։ 31 Ուկրաինայի քաղաքացի, այդ թվում 12 կին եւ 14 երեխա Իրանից տարհանվել են Ադրբեջանի միջոցով։ Այս մասին իր X սոցիալական ցանցի էջում գրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։ Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը աջակցության համար։ Հունիսի 24-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը մեղադրվում է խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության ֆինանսավորման եւ Ադրբեջանի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։ Ազերթաջի փոխանցմամբ դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավարական կոլեգիայի դեմ, քանի որ կասկածներ ունի դատավորների օբյեկտիվության եւ անաչառության վերաբերյալ։ Մեղադրյալի պաշտպանությունը, որը ներկայացնում էր Աբրահամ Բերմանը, աջակցել է բողոքին։ Դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը խնդրել է դատարանին մեղադրյալի միջնորդությունը թողնել առանց քննարկման, քանի որ նա չի ներկայացրել համոզիչ հիմքեր դատավարական կոլեգիայի վերաբերյալ իր պնդումների համար։ Տուժողները նույնպես խնդրել են դատարանին չբավարարել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 1-ին։
Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։